Ժողովուրդ միջ այս հանդիպում մտածում էի միգուցե սխալ ոչ ենք բռնել, մենք փորձում ենք ինչ-որ բովանդակություն բացել, ինչ-որ բան բացատրել, մտածեցի միգուցե ավելի ճիշտ է իստերիկանների մեջ մտնել, գորգորալ, հայհոյել, չգիտեմ, դուք արդեն պետք է խորհուրդ տաք, թե մեր ճիշտ, այսպես դիրքավորումը ինչպիսին է պետք է լինի։ Չարժը չենք կարա, չէ՞։ Չենք կարա։ Լավ, ուրեմն փորձեմ այդ դեպքում մի քիչ նաև բովանդակային հարցերից այսօր խոսալ։ Վերջերս մտածում եմ հետևյալի մասին, որ մենք որպես ժողովուրդ իսկապես ընդունակ ենք, թե ոչ մեր կոլեկտիվ հիշողությանը տեր կանգնել եւ մեր այդ կոլեկտիվ հիշողությունից դասեր քաղել։ Ինձ թվում է, թե պետք է կարողանանք, որովհետև ամեն մի անձ, ամեն մի մարդ առաջի հերթին սովորում է իր փորձից եւ կյանքը այնպիսինն է, որ sense աննկատ բաներ անցնում են, մոռանում ես, բայց այն ամենը, ինչ փոխեց քո կյանքի ինչ որ ճանապարհը, մեծ ուրախություն քեզ հաղորդեց, կամ հակառակը տխրություն, միշտ հիշվում է, մարդը հիշում է։ Հիմոտ հարցը առաջանում է, իսկ ազգը, ժողովուրդը հիշում է, թե ոչ։ Մենք հիշում ենք արդյոք, թե ինչ կատարվեց ընդամենը մի քանի տարի առաջ, 21 թվականի, 20 թվականի պատերազմից հետո։ Արդյոք մենք հիշում ենք, որ կորցրել ենք Արցախը, որ տվել ենք 5000-ից ավել զոհ, 12000 վիրավոր։ Հիշում ենք, թե չենք հիշում։ Ինձ թվում է, թե հիշում ենք։ Հիշում ենք, չէ՞։ Օրինակ ես վստահ եմ, որ 21 թվականի հունիսին հաստատ հիշում ենք, որովհետև ընդամենը 6 ամիս էր անցել, 6-7 ամիս այդ ամենից հետո։ Բայց այնուամենայնիվ հիշելով մարդիկ գնացին եւ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի համար։ Եվ ոգևորեցին իրեն, ոգևորեցին Արցախը հանձնելու համար, ոգևորեցին հաջորդ քայլերի համար։ Հիմա սա կոլեկտիվ հիշողության դրսևորում է, թե ինչ է։ Ես անկեղծ ասեմ, մինչ այսօր ես դրա բացատրությունը չունեմ։ Ըստ էության ընտրողը հնարավորություն է տվել Փաշինյանին մեր գլխին բերել նոր ողբերգություն։ Փաստորեն քվեարկելով ասել է ապրես, մենք պատրաստ ենք զրկանքների, շարունակիր։ Ըստ էության սա կատարվեց։ Իշխանությունը ընտրությունների ճանապարհով մանդատ է ստանում մեկ նպատակով, չէ՞։ Տալիս է խոստումներ եւ մանդատը այդ խոստումները կյանքի կոչելու համար է։ Ուրիշ նպատակ չկա, ընտրությունների ամբողջ իմաստն է դա։ Այսօրվա իշխանությունը այդ մանդատի վերաբերյալ ունի յուրահատուկ վերաբերմունք։ Ինքը չի կապում մանդատը տված խոստումների հետ։ Նիկոլ Փաշինյանը ստացել է մանդատ ոչ թե ժողովրդին տված խոստումները կատարելու համար, այլ ժողովրդի մանդատը ստացել է Ալիևին տված խոստումների համար։ Փաստորեն սա է, ուրիշ բացատրություն այս ամենը ուղղակի չունի։ Գիտեք, մի արտահայտություն կա այս ուղղակի միջև այստեղ գալը հիշեցի, այդ կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզացրել է, ատում է նրանց, ով չի կզացել։